Նորին գերազանցություններ, հարգելի հյուրեր։ Այսօրվա գագաթնաժողովը նշանավորում է Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների պատմական հանգրվանը։ Մինչև վարչապետի և երկու նախագահների մամուլի հայտարարություններն այսօրվան գագաթնաժողովի օրակարգը ներառում է Հայաստանի և Եվրոպական միության միջև կապակցվածության գործընկերության ստորագրումը, ինչպես նաև Հայաստանի և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև սահմանների կառավարման ոլորտում համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության նախաստորագրումը։ Your Excellencies, dear guests, today's summit marks a historical milestone in relations between the European Union and Armenia. Before the press statement by the Prime Minister and the two presidents, today's summit schedule includes the signing of a connectivity partnership between the European Union and the Republic of Armenia and the initialing of a working arrangement on cooperation in border management between Armenia and Frontex. Կապակցվածության գործընկերությանը Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրության ներկայացման կոչին աջակցելու նպատակով Եվրոպական միությունը հայկական առանցքային ընկերություններին և հիմնադրամներին կհանձնի մտադրության 6 նամակ։ To support the connectivity partnership and the call for expressions of interest to invest in Armenia launched today, the European Union will hand over 6 letters of intent to key Armenian companies and foundations. Հայաստանի Հանրապետության վարչապետ, նորին գերազանցություն, պարոն Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ, նորին գերազանցություն, պարոն Անտոնիո Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ, նորին գերազանցություն, տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայնը ներկա կլինեն ստորագրման արարողությանը։ The Prime Minister of the Republic of Armenia, His Excellency Mr. Nikol Pashinyan, the President of the European Council, His Excellency Mr. Antonio Costa, and the President of the European Commission, Her Excellency Ms. Ursula von der Leyen will witness the ceremony. Խնդրում եմ ողջունել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ պարոն Վահան Կոստանյանին և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման արևելյան հարևանության գլխավոր տնօրենության, արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին, ովքեր համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության անունից կստորագրեն կապակցվածության գործընկերությունը։ Please join me in welcoming Mr. Vahan Kostanyan, Deputy Minister of Foreign Affairs of the Republic of Armenia, and Ms. Adrian Girali, Director for Eastern Neighborhood and Turkey, Director General for Enlargement and Eastern Neighborhood of the European Commission, who will sign the connectivity partnership on behalf of the Republic of Armenia and the European Union, respectively. Այժմ հրավիրում եմ բեմ բարձրանալ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար նորին գերազանցություն տիկին Արփինե Սարգսյանին և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության գործադիր տնօրեն պարոն Հանս Լեյտենսին։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության փաստաթղթերի նախաստորագրման համար։ Now I'd like to request Her Excellency Ms. Arpine Sargsyan, the Minister of Internal Affairs, and Frontex Executive Director Mr. Hans Leitens to come on stage for the initialing of the working arrangement on operational cooperation between the European Border and Coast Guard Agency and the Ministry of Internal Affairs of the Republic of Armenia. Հաջորդիվ Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության գլխավոր տնօրենության, արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին խնդրում եմ հանձնել մտադրության նամակներն առանցքային ընկերություններին և հիմնադրամներին։
Next, I would like to ask Ms. Adrian Girali, Director for Eastern Neighborhood and Turkey, Director General for Enlargement and Eastern Neighborhood of the European Commission, to hand over the letters of intent with key companies and foundations. Խնդրում եմ ողջունել Amber Capital Armenia-ի կառավարող տնօրեն պարոն Անուշավան Սիմոնյանին, բեմ բարձրանալու եւ ԵՄ համաստորագրմամբ Հայաստանում կապակցվածության եւ աճի համար մասնավոր կապիտալի ներդրումների վերաբերյալ մտադրության նամակը ստանալու համար։ Հայկական ընկերություններին աջակցելով եւ դրանք եվրոպական կապիտալի ու չափանիշներին ավելի սերտորեն կապելով ստեղծվում են տնտեսական նոր հնարավորություններ, ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրոպական միության համար։ Join me in welcoming Mr. Anushavan Simonyan, Managing Partner of Amber Capital Armenia, to come to the stage to receive a letter of intent on private equity investment for connectivity and growth in Armenia, co-signed by the EU. Supporting Armenian companies, better connecting them to European capital and standards, means economic opportunities for Armenia and the European Union. Խնդրում եմ ողջունել Firebird AI-ի հիմնադիր պարոն Ալեքսանդր Եսայանին բեմ բարձրանալու եւ ԵՄ համաստորագրմամբ թվային եւ էներգետիկ ռազմավարական կապակցվածության վերաբերյալ մտադրության նամակը ստանալու համար։ Հայաստանի դիրքավորումը որպես թվային եւ էներգետիկ կարևոր հանգույց ընդլայնում է կապակցվածությունը Եվրոպական միության հետ։ Please join me in welcoming Mr. Alexander Yesayan, co-founder of Firebird AI, to come to stage and receive a letter of intent on strategic digital and energy connectivity co-signed by the EU, positioning Armenia as a major digital and energy hub, enabling broader connectivity with the European Union. Խնդրում եմ ողջունել Synopsys Armenia-ի նախագահ դոկտոր Երվան Զորյանին բեմ բարձրանալու եւ ԵՎ համաստորագրմամբ կիսահաղորդիչների նախագծման հմտությունների եւ կրթության վերաբերյալ մտադրության նամակը ստանալու համար։ Արդյունաբերության եւ կրթության, ինչպես նաեւ տաղանդի եւ նորարարության մեջ ամուր կապի ստեղծումը նպաստում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրոպական միության մրցունակությանը։ Please join me in welcoming Dr. Yervan Zoryan, President of Synopsys Armenia, to come to stage and receive a letter of intent on semiconductor design skills and education co-signed by the EU, building a strong bridge between industry and education, between talent and innovation, benefiting Armenia and the European Union's competitiveness. Խնդրում եմ ողջունել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր գլխավոր տնօրեն Տիկին Մարի Լուի Փափազյանին բեմ բարձրանալու եւ ԵՄ համաստորագրմամբ թվային ստեղծարար եւ արհեստական բանականության աջակցությամբ հմտությունների զարգացման վերաբերյալ մտադրության նամակը ստանալու համար։ Տեխնոլոգիաների եւ ստեղծարարության վրա հիմնված կրթական մոդելը նոր սերնդին պատրաստում է փոփոխվող աշխարհի համար։ Please join me in welcoming Ms. Marilu Papazian, the founding CEO of TUMO, to come to stage and receive a letter of intent on digital, creative and AI-enabled skills development co-signed by the EU, leveraging an education model based on technology and creativity, preparing a new generation for a changing world. Խնդրում եմ ողջունել Creative Armenia-ի հիմնադիր եւ տնօրեն պարոն Գարին Հովանիսյանին բեմ բարձրանալու եւ ԵՄ համաստորագրմամբ ստեղծարար արդյունաբերությունների եւ մշակութային ձեռներեցության վերաբերյալ մտադրության նամակը ստանալու համար։ Ստեղծարար արդյունաբերություններում կապերի ամրապնդումը մերձեցնում է մեր հասարակություններին, բացելով նոր հնարավորություններ փոխանակման, նորարարության եւ բիզնեսի համար։ Please join me in welcoming Mr. Garin Hovanesyan, the founder and director of Creative Armenia, to come to stage and receive a letter of intent on creative industries and cultural entrepreneurship co-signed by the EU, strengthening ties in the creative industries, bringing our citizens closer together and opening new pathways for exchange, innovation and business. Խնդրում եմ ողջունել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանյան մասնաճյուղի նախագահ պարոն Վազգեն Յակոբյանին բեմ բարձրանալու եւ ԵՄ համաստորագրմամբ մարդկանց միջև կապակցվածության ոլորտում համագործակցության վերաբերյալ մտադրության նամակը ստանալու համար։ Մեր հասարակություններին կամրջելը խթանում է գիտելիքի փոխանակմանը, ներդրումները եւ տնտեսական կապերի խորացմանը։ Please join me in welcoming Mr. Vasken Yakupian, President of the Armenian General Benevolent Union, Armenia, to come to stage and receive a letter of intent on cooperation for people-to-people connectivity co-signed by the EU, bridging our societies, supporting knowledge, investment and stronger economic ties.
Խնդրում եմ ողջունել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Նորին Գերազանցություն Տիկին Արփինե Սարգսյանին եւ Հայաստանում ԵՄ դեսպան Նորին Գերազանցություն պարոն Վասիլիս Մարագոսին։ Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջընթաց զեկույցը, որը դեսպան Մարագոսը հանձնում է նախարար Սարգսյանին։ Ողջունումը Հայաստանի կողմից մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման դրական առաջընթացն է։ Այն նաև ներկայացնում է առաջարկություններ բոլոր պայմանների կատարման դեպքում Հայաստանի եւ ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի լիարժեք ազատականացման հասնելու համար։ Please join me in welcoming Her Excellency Ms. Arpine Sargsyan, the Minister of Internal Affairs, and His Excellency Mr. Vasilis Maragos, EU Ambassador to Armenia. The Commission Progress Report on Visa Liberalization, handed over by Ambassador Maragos to Minister Sargsyan, welcomes Armenia's good progress in implementing the Visa Liberalization Action Plan. It provides recommendations to achieve full visa liberalization between the European Union and the Republic of Armenia once all conditions are met. Շնորհակալություն, մամուլի հայտարարությունները կհաջորդեն 10 րոպե ընդմիջումից հետո։ Thank you. The press statements will follow after a pause of 10 minutes.